Բարև ձեզ հարգելի մարզասերներ։ Այս ձևաչափով հերթական տեսանյութն եմ ներկայացնում Արոշանյան մեդիայի YouTube-յան ալիքում։ Եթե ձեզ դուր են գալիս այս ձևաչափով տեսանյութերը, կխնդրեմ ակտիվ հավանել այս տեսանյութը, այսինքն լայք դնել, մեկնաբանության բաժնում նշել ձեր կարծիքը թե այս ձևաչափի, թե ներկայացվող թեմայի վերաբերյալ։ Շնորհակալ եմ ձեր ակտիվության համար։ Հարգելի մարզասերներ, մեկ խնդրանք էլ։ Ովքեր դիտում են տեսանյութը, բայց չեն հետևում ալիքին, կարող են միանալ մեզ։ Արոշանյան մեդիան ամենահայկական եւ ամենասպորտային ալիքն է YouTube-յան հարթակում։ Այժմ անցնեմ այն թեմային, ինչի մասին խոսելու եմ։ Արդեն բոլորը տեղյակ եք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ռուսական Կրասնոդարից տեղափոխվելու է Սաուդյան Արաբիա ներկայացնող Ալ-Ահլի ակումբ։ Բայց շատերը չգիտեն, թե այս ակումբը իրենից ինչ է ներկայացնում։ Ալ-Ահլին Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքը ներկայացնող ակումբ է։ Ունի շատ հարուստ սեփականատեր, այս ակումբը Սաուդյան Արաբիայի ամենահարուստ ակումբներից է։ Ալ-Ահլին տիտղոսակիր ակումբ է նաև։ Օրինակ ավարտված մրցաշրջանում նրանք հաղթել են Ասիայի չեմպիոնների լիգայում։ Սա իհարկե շատ կարևոր գործոն է։ Էդուարդ Սպերցյանը գնում է ակումբ, որը պայքարում է տիտղոսների համար, որը մրցունակ է, լուրջ հավակնություններ ունի Սաուդյան Արաբիայում, նաև ամբողջ Ասիայում։ Օրինակ նախկինում եղել են դեպքեր, երբ հայ ֆուտբոլիստները խաղացել են Սաուդյան Արաբիայում, բայց չեն եղել այնպիսի ակումբներում, որոնք լուրջ հավակնություններ են ունեցել։ Օրինակ բերեմ Լուկաս Սելարայանին, որը վերջին տարիներին հասցրել է հանդես գալ Սաուդյան Արաբիայի Ալ-Ֆաթեհ ակումբում։ Այս ակումբը Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայում հետնապահներից մեկն էր։ Իսկ Սպերցյանը գնում է այնպիսի ակումբ, որը մրցունակ է։ Իհարկե շատերը քննարկեցին, դեռևս շարունակում են քննարկել, մինչև Սպերցյանի պաշտոնական լուրն էլ կլինի, այսինքն տրանսֆերի հաստատումը կլինի։ Շատերը նշում են, որ գումարի գործոնն է այստեղ խթանել, որպեսզի Սպերցյանը տեղափոխվի, բայց ես կասեմ հետևյալը։ Իմանալով Էդուարդ Սպերցյանին որպես ֆուտբոլիստ, որպես մարդ, այստեղ իհարկե գումարը մեծ է, նա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու, հետագայում կարող է ավելի բարձրանալ։ Սաուդյան Արաբիայում մեծ գումարներ են տալիս, հատկապես Ալ-Ահլիում, որը լավագույն 3 ակումբներից մեկն է։ Ալ-Ահլին ավարտված մրցաշրջանում ընդամենը 3 միավոր զիջել է երկրորդ տեղը զբաղեցրած Ալ-Հիլյալին, 5 միավոր չեմպիոն դարձած Ալ-Նասրին, որի կազմում խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն։ Մեծ գումարները կան, Սպերցյանը մեծ գումար վաստակելու է։ Անգամ շատերը նշում են, որ ամբողջ կյանքի համար նա ապահովված կլինի այստեղ խաղալով 1, 2, 3 տարի, եթե ավելի էլ խաղա, շատ ավելի ապահովված կլինի, բայց Սպերցյանը պրոֆեսիոնալ է, նա գիտի թե ինչ է անում։ Այստեղ կարևորն այն է, որ Սպերցյանը պաշտոնապես այսպես լուրջ առաջարկ չուներ Եվրոպայից։ Կարող եմ նշել, որ Սպերցյանի գլխավոր առաջարկը այսպես 1-2 տարվա կտրվածքով Եվրոպայից եղել է միայն Սաութեմփթոնի տարբերակը։ Նախորդ ամռանը Սաութեմփթոնը լրջորեն ցանկանում էր ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին, բայց նրանք առաջարկում են քիչ գումար, իսկ Կրասնոդարը չէր ցանկանում իր ավագին առաջատարին բաց թողնել շատ քիչ գումարով։ Եթե չեմ սխալվում, առավելագույնը պատրաստ էին վճարել 15 միլիոն եվրո։ Այժմ 20 միլիոն եվրո են վճարելու Կրասնոդարին։ Հնարավոր է այնտեղ բոնուսներ լինեն, եւ սա բավարարում է Կրասնոդարին, որպեսզի հանգիստ բաց թողնի իր առաջատարին։ Իհարկե նրանց համար ուրախալի չէ, որ առաջատարն ու ավագը գնում է, բայց գոնե մեծ գումար կվաստակեն։ Սա յուրաքանչյուր ակումբի դեպքում է, ցանկանում են առաջատարին բաց թողնել մեծ գումարով։ Կարևոր ֆուտբոլիստներին չեն կարող բաց թողնել ոչնչի դիմաց։ Այսպիսով ոչ թե Էդուարդ Սպերցյանն է հստակ ընտրել գումարի ճանապարհը, գնում է գումարի հետևից, այլ հստակ առաջարկ կա միայն Սաուդյան Արաբիայից։ Եթե անցած ամռանը Կրասնոդարին առաջարկ եղավ Սաութեմփթոնից, բայց այն չբավարարեց եւ այս տրանսֆերը չկայացավ, նաեւ այլ պատճառներ կային չկայանալու համար։ Այս ամռանը ընդհանրապես Եվրոպայից ոչ մի առաջարկ չի եղել, իտալական Կոմոյի մասին գրվում էր, բայց դա անլուրջ խոսակցություններ էին պարզվեց։ Նույնիսկ հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրեց, որ Կոմոյի կողմից երբևէ լուրջ հետաքրքրվածություն չի եղել։ Շարունակեմ խոսքս Ալ-Ահլիի մասին։
Այս թիմը 2023 թվականից գլխավորում է գերմանացի երիտասարդ մասնակետ Մաթիաս Եսլեն։ Նրա գլխավորությամբ, ինչպես նշեցի, թիմը այս մրցաշրջանում, ավարտված մրցաշրջանում արդեն դարձել է Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող, Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայում 3-րդ տեղն է զբաղեցրել, շատ քիչ հետ մնալով Ալ-Հիլյալից, Ալ-Նասրից։ Հիմնականում այս 3 թիմերի միջև է կրկին լինելու չեմպիոնական պայքար առաջիկա մրցաշրջանում։ Ռիադ Մահրես, Ֆրանկ Կեսիե, Այվան Թոնի, այսպիսի բարձր մակարդակի խաղացողներ կան Ալ Ահլիի կազմում։ Ալ Ահլին որոշակի խնդիրներ ունի հենց փլեյմեյքերի դիրքում, հարձակվողի թիկունքից այնքան էլ փորձառու ֆուտբոլիստներ չկան, որոնք կարող են խաղալ։ Աջ եզրում իհարկե փայլում է Ռիադ Մահրեսը, առաջ քաշված հարձակվող Այվան Թոնին է, Ֆրանկ Կեսիեն ավելի թիկունքից է հենակետայինի դիրքում։ Այնտեղ ունեն նաև ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք խաղում են կիսապաշտպանության կենտրոնում, բայց 26-ամյա արդեն մեծ փորձ ունեցող Էդուարդ Սպերցյանը կարող է 10 համարի դիրքում փայլուն հանդես գալ, անընդհատ գնդակներ մատակարարել Այվան Թոնիին, Մահրեզի հետ լավ համագործակցել, նաև բրազիլացի տաղանդավոր ֆուտբոլիստ ունեն մյուս եզրից Գոնսալվեսը, այնպես որ այս կազմով Սպերցյանի հետ այս թիմը կարող է պայքարել Սաուդյան Արաբիայի պրո լիգայի չեմպիոնական տիտղոսի համար, կփորձեն նաև հերթական անգամ դառնալ Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող, այնպես որ հաջողություն մաղթենք Հայաստանի ազգային հավաքականի ավագին և առաջատարին։ Ամփոփելով տեսանյութը կասեմ, որ սա Սպերցյանի համար քայլ առաջ է կարիերայում։ Եթե հստակ առաջարկ չկա Եվրոպայից, առաջարկ կա Սաուդյան Արաբիայից, պետք է ընդունել և Սպերցյանը դա արել է, արդեն կսպասենք պաշտոնական լուրի։ Սաուդյան Արաբիան պետք չէ միայն ասել, որ այնտեղ գնում են գումարի համար, այս առաջնությունը ծաղկում է, այս առաջնությունը բարձր մակարդակ կունենա ավելի առաջիկա տարիներին, չմոռանանք, որ այստեղ նաև մունդիալ է անցկացվելու, այնպես որ շատ հեղինակավորակումների սկաուտները անընդհատ հետևելու են այս առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների, Սաուդյան Արաբիան ֆուտբոլային աշխարհի կենտրոններից մեկն է դարձել և ավելի մեծ կենտրոն է լինելու։ Եթե Սպերցյանը ունենար Եվրոպայից հստակ առաջարկ և այդ առաջարկը նաև Կրասնոդարին բավարարեր, այսինքն ֆինանսական հատվածը, ապա Սպերցյանը պետք է ընտրեր Եվրոպայի տարբերակը, բայց եթե չկա այդ առաջարկը, անընդհատ տարիներով խաղալ Ռուսաստանում և սպասել առաջարկի, դա անիմաստություն կլիներ, որովհետև ռուսական ակումբները արդեն տարիներով զրկված են եվրագավաթների մասնակցելու հնարավորությունից և այս ամենը ինձ թվում է երկար կշարունակվի։ Սպերցյանը այնտեղ հնարավոր ամեն ինչ արել է, հասցրել է նաև դառնալ Ռուսաստանի չեմպիոն, ռեկորդներ է սահմանել, բազմաթիվ գոլեր, գոլային փոխանցումներ, հիմա ժամանակն է այլ տեղ իր ուժերը փորձելու, իսկ միակ տարբերակը հենց Սաուդյան Արաբիայի պրո լիգա ներկայացնող առաջատար ակումբներից մեկի Ալ Ահլիի առաջարկն է։ Սպասենք հետագա զարգացումներին, մեկ հավելում էլ անեմ, Կրասնոդարը փորձելու է ձեռք բերել Արսեն Զախարյանին Սպերցյանին փոխարինելու համար։ Ռուսական լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվում, որ այս տրանսֆերը համաձայնեցված է։ Սպերցյանը հենց գնաց, Զախարյանը գալու է, այսինքն վերադառնում է Ռուսաստան, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը, իսպանական Ռեալ Սոսիեդադում կարելի ասել ոչինչ չստացվեց, նախկինում խաղում էր նա Մոսկվայի Դինամոյում, հիմա կգա Կրասնոդար և կփորձի ստանձնել առաջատարությունը Էդուարդ Սպերցյանի փոխարեն։ Սպասենք հետագա զարգացումներին, շնորհակալ եմ տեսանյութը դիտելու համար, ևս մեկ անգամ կխնդրեմ ակտիվ հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը։ Սպասեք նոր տեսանյութերի, այսքանը։